Ամենավտանգավոր մարդու տեսակը, որ կարող է գտնվել քո կողքին, եւ վերջնական արդյունքում նա 100%-ով կկոտրի քեզ ու կկործանի քո կյանքը, եթե ժամանակին նրան չհեռացնես քեզանից կամ անհասանելի չդառնաս նրա համար։ Գիտես որ տեսակի մարդիկ են, այն մարդիկ են, ովքեր կծիծաղան քո դեմքին, բայց քո մեջքի հետևում կնախանձեն քեզ, ովքեր ընկեր կձևանան, քեզ օգնող մարդ, բայց մեջքիդ հետևում չեն ուրախանա քո հաջողություններով, որովհետև նման տեսակի մարդիկ երբևիցե չեն ուզում, որ դու հասնես այս կյանքում ինչ-որ հաջողության։ Եթե ինչ-որ մի քայլ արել ես ու հասել ես հաջողության, եթե քո դիրքից, քո ունեցած հնարավորությունից մի քայլ առաջ ես գնացել, նման տեսակի մարդիկ իրական երջանկություն չեն ապրում, այլ ընդհակառակը իրանք քո քայլերի մեջ փորձում են գտնել խաբեություն։ Իրանք քո քայլերի մեջ փորձում են թերություններ գտնել։ Այնքան են անում, որ վերջնական արդյունքում դու ինքդ քո մեջ զգում ես արդեն ինչ-որ կեղծիք բաներ, որովհետև նման տեսակի մարդը չի ուզում քո հաջողությունը։ Նման տեսակի մարդը չի ուզում քո ուրախությունը, հեռու մնա այդպիսի մարդկանցից։ Սիրելիս, մեր շրջապատում այդպիսի մարդիկ շատ են։ Շատ մարդիկ, ովքեր մեզ ձևանում են ընկերներ, բայց վերջնական արդյունքում իրանք հեռու են պահում մեզ, մեր նպատակներ։ Գիտեք ինչ, որովհետև իրանք էլ չեն հասնում, չեն էլ ուզում, որ մենք հասնենք։ Ես քեզ խորհուրդ եմ տալի հեռու մնա այդպիսի մարդկանցից։ Միայն եթե այս կյանքում կվստահես, Աստծուն վստահիր։ Կիսվիր Աստծու հետ, խոսա Աստծու հետ։ Աստված մտերիմ ընկեր է, հարազատ մեկն է, նա քո ամեն հաջողության մեջ ուրախանում է, ուսմանդ հաջողության մեջ ուրախանում է, ձեռքբերումների մեջ ուրախանում է, տուն կառուցելու մեջ ուրախանում է, ավտոմեքենա ունենալու մեջ ուրախանում է։ Աստված քո լավագույն ընկերն է, քո լավագույն մեկն է, ով կարող է քո կողքին կանգնել եւ երբեք քո մեջքի հետևում ուրիշ այլ բան չանի, որովհետեւ Աստված սեր է, իսկ սերը երբեք չի խաբում։